Անցյալ շաբաթ տեղի ունեցավ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտնի հարցազրույցը ամերիկյան հայտնի լրագրողի հետ, Թաքեր Կարսոնը, շատ հետաքրքիր հարցազրույց է, ժամից ավել տևած, եւ իդեպ ասեմ, որ արդեն տարբեր ուղղություններով գրվում է այն մասին, ասվում է այն մասին, որ մեծ դիտումներ է փաստորեն ապահովել, հարցազրույցը 3 միլիոն դիտում միայն Twitter-ում է ունեցել, իսկ YouTube-ում 380,000, սա խոսում է շատ լուրջ թվեր են, մեծ արձագանք կա նաեւ, բայց ես կուզեմ կենտրոնանանք հետևյալի վրա, թե այս մեծ լսարանին ինչ կարևոր ուղերձներ հղեց Նարեկ Կարապետյանը, խնդրեմ, դրանից սկսենք։ Նախ իրոք շատ կարևոր հարցազրույց էր, այդ նմանատիպ մեծ քանակի դիտումներ արդեն վկայում են, որ հարցազրույցը ինքնին ստացված է, եւ բացի դա հայտնի հաղորդավարը, հայտնի ամբողջ աշխարհին, ուղերձները կարծում եմ շատ պարզ են եւ հստակ, առանց ենթատեքստերի, այսինքն Նարեկ Կարապետյանի թիվ 1 ուղերձը այն էր, որ պետական ինստիտուտները ավելի շուտ երկրի վարչապետը իրավունք չունի խառնվելու եկեղեցական գործերին, այսինքն մենք մի պրոցես ենք ականատես, որ ուրեմն միջամտում են սահմանադրությամբ լիազորություններ չսահմանված մի գործընթացի, սա մեկ, երկրորդը, որ մեր գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը անարդար բանտարկված է առանց որևիցե պատճառի։ Այս երկու ուղերձները շատ հստակ են առանց որևիցե ենթատեքստերի, որոնք ամենագլխավորն են իմ կարծիքով, եւ սրանից բխում են այլ հարցեր, այսինքն դա խաթարում է մեր ընդհանուր երկրի գրավչությանը, վարկաբեկում է մեր երկրի այն գործընթացը, որը գոյություն ունի հիմա, եւ ուղերձները վերաբերում էին դրան, այսինքն ոչ թե լոկալ, ինչ որ Նարեկ Կարապետյանը խոսեց լոկալ խնդրի մասին, լոկալ, այսպես բողոքի ձայն բարձրացրեց, այլ համընդհանուր այս քայլերը, որոնք արվում են Սամվել Կարապետյանի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, դրանք վերաբերում են մեր ամբողջ երկրին, մեզ են վերաբերում, բոլորիս են վերաբերում եւ երկրի գրավչությունը, երկրի ռեյտինգը, ներդրումային գրավչությունը, դրանք բոլորը կապ ունեն մեկը մյուսի հետ։ Սա մի ողջ շղթա է։ Ճիշտ նկատեցիք, ուղերձի կարևոր ուղերձները հենց դրանք էին, մեր ազգային ինքնության կարևոր հենասյուներից մեկին եկեղեցուն էր ուղված այն պատերազմը, որ այսօր տեղի ունենում, հա, իշխանության կողմից թիրախավորված է մեր եկեղեցին եւ մյուս կողմից բանդված են եւ հոգեվորականներ եւ ազգային բարերարը։ Ի վերջո դա աշխարհում իսկապես, չգիտեմ, ցնցում առաջացնող, շոկ առաջացնող մի իրողություն է եւ մենք դա տեսանք նաեւ հարցազրույցի ժամանակ լրագրողի, այսպես ասած, ռեակցիայից, հա, նա ինքն էլ ապշում էր, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։ Իդեպ ուզում եմ մեկ փոքրիկ օրինակ բերել, մեր հայրենակից լրագրող Միացյալ Նահանգներում Հարութ Սասունյանը հրապարակել է մի նյութ, 3 տարածեց այդ իր հոդվածը, որտեղ գրում է, որ այս հարցազրույցը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը միլիոնավոր ամերիկացիների առաջ, կարծում եմ ուղերձը հասել է։ Գիտեք, այս պարագայում այն ինչի մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, կարծում եմ այնքան ակնհայտ է, այնքան ցցուն է, այնքան ուրեմն կասկածի տեղիք չտվող ինչ որ մի գործընթացներ են, այսինքն այն իմաստով ինչ որ մենք ընկալում ենք բոլորս, բոլոր adekvat մարդիկ, որ դա նույն բանն է, որ որևէ մեկը փորձի ապացուցել, որ ձյունը սև է։ Եվ մենք ասենք, գիտեք, ժողովուրդ ջան, ձյունը սև չի, ձյունը սպիտակ է։ Դա դրան է նման։ Այսինքն չկա մեկնաբանության խնդիր, չկա այստեղ որևէ ինչ որ այլընտրանքային մի միտք, գաղափար, որ մենք քննարկենք, սա այսպես է, թե այնպես։ Կարևոր էր, որ դա հասավ։ Աշխարհում կարծում չկա, այո, աշխարհը պետք է իմանա այս մասին եւ աշխարհում կարծում չկա որևէ այլ երկիր, որևէ այլ պետություն, որտեղ նմանատիպ գործընթացներ իրականացվեն։ Բացի Սամվել Կարապետյանի գործից, որը մեկ բառի համար մարդ ընդամենը եկեղեցու պաշտպանության շրջանակներում ասել է մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ process-ներին եւ այդ մեր ձևով բառը դարձել է կալանավորման պատճառ ազգային մեծ բարերարի, բացի դա եկեղեցու դեմ կատարվող այս գործընթացները եւ իրավական խնդիր կա դրանց հիմքում, այսինքն սահմանադրորեն երկրի վարչապետը իրավունք չունի խառնվելու եկեղեցական գործերին եւ բացվում է մի Պանդորայի արկղ, որը հղի է բազմաթիվ այլ վտանգներով, այսինքն այսօր եկեղեցու տարանջատման ինչ որ մի process է գնում, կարգալույց եղած հոգեվորականները ինչ որ պատարակել չեմ ուզում անվանեմ դա որպեսզի մեղք չգործեմ, ինչ որ գործընթաց են ինչ որ process են իրականացնում եւ մարդիկ մասնակցում են դրան, շատ ինչ որ անհասկանալի, նույնիսկ իմ մոտ այնպիսի գիտակցություն կա, որ եթե ես այդ թեման քննարկեմ, այդ process-ը պատարակ անվանեմ, մեղք կգործեմ, հետեւաբար չեմ էլ ուզում դա մեկնաբանել, մենք ուզում ենք այդպիսի մի իրավիճակ է ցավոք սրտի։ Այո, կեղծ պատարակ, որը ավելի շատ կարելի է ասել բեմադրություն է, ներկայացում է եւ նպատակը բոլորս ենք լավ հասկանում, եկեղեցին ներսից պառակտել